Ես էլ եմ համար, իմը շարունակում եմ, քանի որ պարտվել եմ դեգեներատին, այսօր հենց այդ մասն եմ խոսելու, թե ոնց հայ դեգեներատի դեմ առնեն նորմալները։ Զարմացած են, որ այս անասունը սրա դեմքին նայեք, այս դեմքով մարդը չի կեղծի, էլի, ոնց կարող է պատել չի կեղծեր։ Ու կարդացեք 100 ընտրող գյուղում 777-ին, իհարկե սարսափելի է կեղծել Նիկոլը։ Հասկանում եմ, որ հայության մեջ դեբիլները շատ են, դրա պաշտպանները շատ են, բայց ոնց էնուրն է ասում, Նիկոլը 30-35%-ից ավել ձայն չունի, մնացածը նկարած է։ Որովհետև հանդուրժում ենք սրան։ Ու այս Կարեն Մխիթարյանի սարկածն է, նույն իր պատին եմ սա տեսել, ես ընկեր չեմ։ Ում ուզում եք ընտրեք, ինչ թիվ կուզեմ կգրեմ։ Բայց եւ կան մարդիկ, ես էլ ուրիշ գրառում եմ ինտերնետում հանդիպեցի, մասսայական ընտրակեղծիքների համար արժի դիմել Եվրոդատարան, ուզում են, որ Եվրոպան իր իսկական դեմքը ցույց տա։ Իսկ քո դեմքը դու ցույց տվել ես, ես անասուն եմ։ Դու ինքդ սրան մի բան ասել ես։ Իմ այսօրվա ելույթը սրա շուրջն է լինելու։ Ընկերներից Սարամ Թալալյանն է գրել, հույս ունեմ, որ բոլորը հասկանում են, որ TRIP պրոյեկտը դա նույն մեծ Թուրան պրոյեկտն է, աշխարհագրությունը նույնն է, նաև նպատակը։ Իր գրառման տակ մի սարսափելի կոմենտ կար։ Մարգարիտա Պետրոսյան, ինչ գրած լինի։ Արամ ջան, դուք ընտրողների մեծ մասի մտավոր վիճակը տեսել եք։ Նրանք չկարողացան հասկանալ թուղթը ոնց դնեն ծրարի մեջ։ Տոտալ օլիգոֆրեններ են։ Սա սարսափելի բան է, գրառումը, որ այդ մասսան, ընտրության գնացող մասսան մարդկայինից ցածր է։ Եթե նա չգիտի թուղթը ոնց ծրարի մեջ տեղավորի, դա արդեն կապիկի մակարդակ է։ Սա սարսափելի անկում է, աննկարագրելի բան է։ Ու սա բացատրում է, թե ինչի հայը չի հասկանում, օրինակ ասում են, Նիկոլն ասում է, ես բան արեցի։ 20 մեքենա ծիրան տարել եմ, կտանեմ Լեհաստան։ Ու սա ալտերնատիվ է։ Հայաստանից Ռուսաստան մի 250-300 կիլոմետր է, իսկ Հայաստանից մինչև Լեհաստան 5-6 երկիր է ճարանքով անցնում, 10 անգամ ճանապարհը երկար է, ու սա հայերը, ինչ-որ հայերի ուղեղին մոտենում նստում է, որ ինչ եղել ախպեր, մենք Եվրոպա կծախենք մեր ապրանքը։ Սա արդեն մտավոր են դեգեներատությունն է, որ նորմալները պետք է հաշվի նստեն, որ իրանք գտնում են մարդկային գազանանոցում։ Ես այդ երկրում որ ապրում էի, սա ես զգում էի։ 90-ականների սկզբին տեղի ունեցավ սարսափելի դեգրադացիա, մանավանդ տղամարդկանց գործ չունեցան, բան չունեցան, բոմժացում գնաց, ու դա դեմքերին նստեց։ Քիչ-քիչ հայ ջահելների տղամարդկանց դեմքերը դառան ոչ մարդկային, մեղմ ասեմ։ Մարդիկ քարտեզը չեն հասկանում, նորմալ չէ, եթե ծրարի մեջ չգիտի թուղթը ոնց դնի, այդ մարդուն ինչ բացատրես։ Նա այս քարտեզի գաղափար չունի, նա հիմա շուտ կգա ինձ կկրվի, եթե ես թույլ տամ, չեմ թույլ տալու անասուններ։ Իմ գրառումների տակ ոչ մեկը չի կարանալու ինձ քրվի, ջնջելու եմ, տվարներ, տականքներ, անասուններ, իմ կռիվն արդեն Նիկոլի հետ չի, իմ կռիվը դեգեներատների դեմ է։ Դու չես կարա իրանց բացատրես, թե ինչա Թուրանը, չես կարա իրանց տարածություն չեն հասկանում, քարտեզ չեն հասկանում, սարսափելի դեգեներատներ են։ Այս Ույգուրյանա, Չինաստանի հյուսիս-արևմուտքն է, այստեղ են ծակել թուրքերը, եկել են աշխարհը գրավել են։ Հիմա նորից հետ են գնում, մեծ այս Թուրանն են կերտում իրանք, այս Թուրանն են ուզում կերտեն, հայի ուղեղը դա հասկանալ չի կարող։ Սարսափելի բան է, որ պատմություն չի հասկանում, քարտեզը չի հասկանում, իրականություն չի հասկանում, ընտրություն չի հասկանում։ Այս գրառումը կարևոր գրառում է։ 18 թվականի հունիսին զորավար Անդրանիկը իր զորքի հետ պաշտպանում էր Նախճեվանը թուրքական հարձակումներից։ Ագուլիսի բնակիչները Անդրանիկից պահանջեցին հեռանալ, որովհետև հիմա թուրքերը բարեկամ են, ոչ թե թշնամի, իսկ իրենք հոգնել են կռիվներից, խաղաղություն են ուզում։
Անդրանիկը չհասկացավ, թե հայոց ցեղասպանությունից 3 տարի հետո թուրքը ոնց կարող է բարեկամ լինել, բայց ասաց ինչպես կուզեք։ Անդրանիկը հեռացավ, Ագուլիս մտած թուրքերը կոտորեցին բոլոր հայ տղամարդկանց, բռնաբարեցին, այլասերեցին կանանց եւ նույնիսկ մանկահասակ աղջիկներին։ Ագուլիսում ընդհանրապես ամբողջ Նախճեվանում ոչ մի հայ չի ապրում հիմա։ Հերթը հայկական մյուս բնակավայրերինն է, վայելեք ձեր խաղաղությունը եւ ձեր բարեկամ թուրքերին։ Այսինքն եզակի մարդիկ կան, որոնք ճիշտ իրականությունը տեսնում են, ես իրենց համար եմ խոսում, ես դեգեներատներին ասելիք չունեմ։ Հիմա գամ մի որոշ բաներ ցույց տամ, վիդեոներ ցույց տամ, սա ուրեմն Գյումրիում է ոնց որ հասկանում եմ, Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրը բոլորը ավերել են։ Ուրեմն մենք գտնում ենք Գյումրի Մայր Հայաստան հուշահամալիրում եւ այստեղ տեղի ունեցել պղծություն, վանդալիզմ, անհայտ վանդալները վնասել են հերոս քաղաքների այս մասը, որտեղ տեղադրված են այս քարերը եւ նրանց վրա տեղադրված են ուրեմն հերոս քաղաքների անունները, բոլոր քաղաքների անունները, ուրեմն քանդված է, բոլոր քաղաքների անունները վնասված է, կարծում եմ, որ այս հիմարություն անունները հակառուսական տարերն են, որոնք նաև չեն հասկանում, որ ասենք սա բացարձակ կապ չունի միայն ռուսների հետ, որովհետև այս ուրեմն Մայր Հայաստան հուշահամալիրը ընդհանուր առմամբ կառուցվել է հայրենական մեծ պատերազմում խորհրդային եւ այդ թվում հայ ժողովրդի տարած հաղթանակի կապակցությամբ 75 թվականին է բացվել եւ մենք այս պատերազմում տվել ենք 300,000 զոհ։ Իդեպ նաեւ որպես պատմաբան նշեմ, որ եթե Ստալինգրադի ճակատամարտում գերմանացիները հաղթեին խորհրդային միությանը, ապա Թուրքիան ակտիվորեն պետք է մտներ պատերազմի մեջ եւ հարձակվեր Հայաստանի վրա։ Բայց ինչքան տեսնում ենք, որոշ հիմար անասուն տարեր այսպիսի սրտապղծությամբ եւ վանդալիզմով են զբաղված, ամեն դեպքում սա նորմալ երևույթ չէ։ Իհարկե նորմալ երևույթ չէ, բայց հակառուսականությունը քարոզողները մի 2 միլիոնով հանդիսատ է լսող ունեն, էտա։ Սա էլ մի խելքը դեպքում մարդան Եթե պրա զեկուցումները ընդդիմությունը քննարկում է, վերցնի մանդատները, չվերցնի մանդատները, դուրս գա փողոց, չդուրս գա փողոց, մարդիկ ասում են, գցել են ձեզ վանդակի մեջ, նշանակում է ձեզ կապիկներ են դրել։ Եթե պետք է գնաք պարլամենտում կապիկ աշխատեք, գնացեք, բայց հիմա պետք է ինտերեսություն կատարեք, կամ անձնական շահերը հետապնդեք, դառնաք դեպուտատ, որը չհանձեր քննություն ստանալ, պարլամենտում էլի կապիկություն անել յանի քննություն է, չեմ հասնում, ինքներդ եք ասում, կալանավորել են այսքան մալ, ճնշել են, գործիք են սարքել, իրենց ռեսուրսները իրապան մալիները, ու այսօր գնում եք դիմում եք Նիկոլի դատարանի, ինչ հույսն եք այդ դատարանի դիմում եք, ես ճիշտ ասած զարմացած եմ, ում եք խաբում, ուզում եք լեգիտիմություն ստանալ, որ մանդատ վերցնեք, էլ խեք կապիկություն ան, գնացած վերցրեք, եթե մտակ պարլամենտ, իրանք ձեզ սարքել են չմով, յանքան բացել են չմով ինչ է, ու աշխատել են այնտեղ կապիկ չմոյացված, եթե գնալու եք իրա լեգիտիմությունը ապահովեք, գնացեք, իսկ եթե սիրում եք հայրենիքը, մանդատները մի վերցրեք, մի վերցրեք և դուրս եկեք փողոց, դուրս եկեք պայքարեք, իրան կարելի է անել միայն նույն ձևով, ոնց որ ինքը եկել է այդ իշխանության։ 18 թվականին ինքը ընդամենը ընտրությունների ժամանակ հավաքել էր 8%, բայց ինքը դուրս եկավ փողոց և եկավ նստեց այսօր երկրի վարչապետ, ու հիմա զավթել է այդ ավտոն, քանի որ իր շտաբի ղեկավարը դա դատախազն էր, կատարողները շտաբի մեջ ակտիվիստները, որոնք աշխատում էին,
քննչական ծառայության պետն էր, ԱԱԾ-ի տնօրենն էր, ՄՎԴ-ի նախարարն էր, դուք շանս չունեիք հավաքեիք ավելի քան ինքը գրեց։ Գնացեք, որոշում կայացրեք։ Այս կլիպը նայել են 119,000 հոգի։ Ես համոզված եմ, որ ինձ դիտողները անպայման նայել են, բայց ես կարևոր համարեցի տալ, որտեղ այն ինչ որ ես պետք է ասեմ ինքն ասել է, նորից չեմ կրկնել, իմաստ չունի։ Այս էլ ռուսական անալիտիկներն են խոսում են ընտրությունների մասին, թե ինչ ընտրություն, կեղծած է եղել, ու ինքներդ նայեք Սալավյովի մոտ շարժի, որ ես դնեմ ժամանակ կովսեմ դրա վրա։ Բոլորը խոսում են մեր սարսափելի խելագարության մասին։ Դե լրիվ ազգը խելագար չի, ես չգիտեմ քանի տոկոսն է կատարյալ անասուն, այդ որոնք չեն կարողանում թուղթը դնեն ծրարի մեջ, բայց երևի ահագին տոկոսը կա էլի, երևի շատ կա, սա սարսափելի դեգրադացիա է, որի մասին պետք է ասվի։ Նու ես ասել եմ ժամանակին, սա 12 թվականի իմ հոտվածն է, տգիտության կուլտը, իմ կայքում է, այս կայքում է, կայքս ցույց տամ, կոչվում է arikart.com, մտնող չկա, վերջի 3 տարում ոչ մի մարդ չի մտել չի նայել։ Դե նորմալ է, որտեվ սրանք են ձեր ղեկավարները, ձեր հարգված մարդիկ սրանք են, այս անասուններն են, սրանց եք դուք գնում։ Սա է սահմանադրություն գրող այս դեգեներատն է, Գերմանիայում ինչ-որ ուսանող ա եղել, ինչի ճանաչում եմ ազնապես, ուղեղը թափած է սրան։ Հիմա էլ խոսում այն մասին հարցազրույց է տալի, որ հետո ինչ-որ չգնան մանդատները չվերցնեն, Նիկոլը 61 հոգով կնստի պարլամենտում, հետո ինչ կարակ անեք։ Այս մարդու ուղեղին չի հասնում, այս ապուշի Վարդան Պողոսյանի, որ իշխանություն վերցնելու համար պետք է երկիշխանություն սարքես։ Փողոցում պետք է մնա անդիմությունը, որպեսզի իշխանությունը իր տեղը չգտնի։ Հայությունը այդքան չի հասկանում։ Իրանց թվում է թե թղթով է պետք ղեկավարվել։ Թուղթն ասում է գնա պարլամենտ, պետք է գնաս պարլամենտ։ Քու գրած թղթով գնան պարլամենտ դեգեներատ։ Անցնեմ այս իմ գրքին, որ ես ցույց եմ տալիս, երեկել էի ցույց տվել այս գրքին։ Այս գրքի մեջ շատ լիքը խելոք բաներ կան գրած, պետք չի որ ես նոր բան հնարեմ։ Նժդեհի բաները, թեզերը ես կոնկրետացրել եմ այս գրքի էջերից մեկն է, երրորդ էջն է։ Նժդեհը թվարկում է այն բաները, որոնք մարդուն պետք է հատուլնեն, մանավանդ հային, կարդամ։ Մեր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ եւ առաջ մենք։ Մեզ պետք եղած ուժը փնտրենք մեր մեջ։ Աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին, հոգով, մտքով եւ բազկով ուժեղներին։ 4-րդ հաղթում է ուժեղը եւ ոչ արդարը։ 5 չի կարելի է չարժի օգնել ընկածին, եթե նրան պակասում է ոտքի կանգնելու կամքը։ Հիմա հայությունն այդ վիճակում է։ Նորմալները փորձում են ոտքի կանգնացնել դեգեներատին ոնց կանգնացնել, քայլել չգիտի, մտածել չգիտի, տեսնել չգիտի, կույր է։ Տեղի արտաքին թշնամիներին գերազանցելու համար նախ պետք է գերազանցել իր նախորդ սերնդին։ Իսկ մեր մոտ դեգրադացիա է գնացել։ Մարդն ինքն է իր առաջին զենքը։ Այո, ուղեղն է մարդու առաջին զենքը։ 8-րդ նժդեհը հայությունը բաժանում է զգայագիտակցական 3 շերտերի՝ ցեղ, տականք եւ ժողովրդի։ Ժողովուրդը տատանվող չկողմնորոշված մի զանգված է, որը կարող է կողմնորոշվել եւ դեպի տականքը եւ դեպի ցեղը կախված հանգամանքներից։ Ժողովուրդը առաջնորդվում է հատվածական շահերով, ցեղը համազգայինով։ Ժողովուրդը ապրում է առօրյայով, ցեղը հավիտենականով։ Ժողովուրդը արդարության եւ ապրելու իրավունքի աղերսողն է, ցեղը այն նվաճողը եւ դրանք հաստատողը։ Ժողովուրդը հարմարվող է անփառունակ վիճակին, ցեղը չի հանդուրժում ստրկական շղթաները։ Վտանգի պահին ժողովուրդը մատում է խուճապից, ցեղը բնազդորեն երգեր է գտնում։ 14 ցեղը ժողովուրդը մեծարում է միջակություններին, ցեղը հանճարներին։ Այսա, դուք ձեր տականքին եք արդեն, ոչ միայն միջակին, տականքին եք մեծարում։ Ժողովուրդը դպիրներ է ծնում, ցեղը մարգարեներ։
16 ժողովուրդն արժեքներ պահելու հերոսներ գնահատել չգիտի ցեղը արժեքների կրողն է ու հավերժացնողը 17 որքան հայության մեջ բարձր է ցեղի տեսակարար կշիռը այնքան նա հզոր ու կենսունակ է որպես ազգ իսկ ցեղի տեսակարար կշիռը կարող է աճել միայն ժողովրդի հաշվին նրան ցեղելով նրան խելքի բերելով մարդ ուղեղը վերագործարկելով անունը ասեմ 18 ցեղը հայության ընտրանին է որի նպատակն է իր տեսակի հավիտենականացումը 19 ցեղն է մարտնչումն եւ նահատակվում հայության պատիվը փրկելիս 20 տականքը հայության ազգուրած մասն է ցեղի թշնամին այն անդիմագից է որպես հայ եւ զզվելի որպես մարդ նա ազգային պատկանելություն չունի գերագույն արժեքը դրանն է հայրենիք չի ճանաչում խոսում է հայերեն քանի որ այլ լեզու չգիտի ըստ Նժդեի պետք է բազմաթիվ լիդերներ լինեն ասպարեզում մրցակցեն գաղափարներով գործերով եւ մշտապես զբաղված լինեն իրենց որպես գործիչ թարմացնելու խնդրով մրցապայքարին դիմանալու համար 22 Նժդեը չի նշել տականքի դեմ պայքարելու հնարավոր ձևերը համարելով որ միայն քարոզով հնարավոր է մեծացնել ցեղի տեսակարար կշիռը եւ չեզոքացնել տականքին Դե այն ժամանակ կարող է հնարավոր էր մարդկանց խելք հասկացնել այսքան այս աշճան դեգեներատ չէին ինքը տենց է կարծել 22-23 Նժդեը չի քննարկել ներազգային քաղաքացիական կոնֆլիկտի հարցը Երևի նաև այս պահը շարունակելով է որ ամեն քայլափոխի մենք հանդիպում ենք Նժդեի նսեմացմանը որպես անցյալի հոգեբանության գործիչի եւ փիլիսոփայի Այստեղ գրել եմ թե գրքում ինչ եմ քննարկում կկարդաք կտեսնեք Նորից on-line կդնեմ գրքի տեքստը, ովքեր կարող են թող կարդան, ովքեր կերադասեն գիրքը թող գնեն, խանութներում կա Bookinist-ում եւ bestseller խանութների ցանցում, օրինակ Avani Mall-ի մեջ, այտենց այդ ցանցի մասնաճյուղը կա։ Հետաքրքրվեք, առեք, գնեք, կարդացեք։ Նաեւ ասեմ, որ Սյորքում աղողներ նույն գիրքը անգլերեն լեզվով, հա։ Կոչվում է Մենք զոմբիներս, We the Zombie Այս արհեստական բանականության հետ եմ գրել այս վերևի հատվածը այսքան տարածքը գրքի վերևի հատվածը այս գիրքն է ներքևի հատվածի մնացած տարածքում արհեստական բանականության կարծիքն է այդ էջի մասին սա ունիկալ գիրք է տեսեք ներքևի հատվածը կարմիր այս բանի մեջ արհեստական բանականության կարծիքն է այս էջի մասին ամեն էջ քննարկում է Սփյուռքում ապրողներ Թանկ չի $17 կարծեմ, գնավոր գրքի համար կոպեկ է։ Ոնց որ ասել է, ես մի ցենտ եմ ստանում այս գրքից։ Գնեք ձեր թորներին, դիք ինքներդ էլ կարդացեք, ձեր թորներին, որոնք անգլերեն գիտեն, միայն կարող եք ցույց տալ, գնել, նվիրել։ Amazon-ը եվրոպական երկրներում էլ է տպագրվում։ Փաստորեն ամբողջ հայությունը, սփյուռքյան հայությունը կարող է այս գիրքը գնել, իրենց թորներին սովորացնել։ Ոչ մի հատ չեք գնել։ Ոչ մի հատ Հիմա ես մի բան էլ ավելացնեմ ինքս։ Իմ կարծիքն է հայկական դեֆեկտների մասին։ Նժդեը տվել էր փիլիսոփայական բարձր ունից իր ժամանակի տեսանկյունից ես տվել եմ մի 7 տարի առաջվա գրված տեքստ, հա։ Հայկական անհատական, հանրային, ազգային եւ պետական դժբախտության արժեքային հիմքերը։ Դարիդար կրկնվող դժբախտությունների պատճառով մեր արժեքայինում արմատացած են բազմաթիվ հակամարտկային, հակահասարակական եւ հակազգային դրույթներ, որոնց մասին մենք չենք խոսում եւ որոնց հաղթահարումը մեր առաջնային խնդիրն է։ Դրանց շարքում ես կնշեմ հետեւյալները։ Քաղաքագիտական տգիտություն, սեփական արժանավորին մերժել անտեսելու մշակույթ, կերս արժեքների մեծարում, պատմական պարտություններից դասերի անտեսում, գեղչկականություն, խեղճություն, փրկիչի սպասում, լիդերների մասին թյուր պատկերացումներ եւ դրանց որակների սխալ ընկալում, հարցերի դիտարկման մակերեսայնություն, հոգուտ անձնական շահի ճշմարտության մերժում, ստրկական հոգեբանություն եւ մակաբուծություն կողքի ել ավելի թույլի հանդեպ, տեխնոկրատականության մերժում, ծրագրավորված բազմակայլ նպատակների գնալու անկարողություն, կույր հավատ զոմբիզմ հանդեպ լիդերը,
Սով արյան, բայց ոչ զենքով, ուղեղով եւ հարձակման պաշտպանվելու մարմաճ։ Նվաճողականության կատարյալ մերժում։ Անհիմն ազգային եւ անհատական մեծամտություն։ Պատասխանատվության եւ պատժի մշակույթի բացակայություն։ Արժանապատիվ ինքնասիրության եւ ազնիվ մրցակցային հավակնությունների պակաս։ Սեփական շահի վերադասում հանրային շահերին։ Դավաճանին բացահայտելու եւ պատժելու չկամություն։ Աշխարհքաղաքական կուրություն, անճարակություն։ Լավատեսական ինքնախապեյության մշակույթ, լավ կլինի աղբեր ջան։ Ներհանրային ծայրահեղ անամոթություն։ Բայց անամոթության հետևանքով ցանկացած մեկը անամոթություն է անում։ Յազգին կործանում է, ուտում է, հոշոտում է, այդ անամոթության արդյունքը։ Չեն ամաչում։ Հիմա էլ մանդատները կվերցնեն, որտեղ անամոթ են։ Հանրային բարիքի թալանի պատրաստակամություն։ Հանրայինը թալանի։ Կրոնով եւ ավանդույթներով պարտադրված քաղաքական հեզություն։ Հակահանրային կուրքերի կերտում ու մեծարում։ Ստրիկային թիմակցում, սաթարում անարժանների մեծարում։ Անկասելի նեկպոտիզմ բոլոր մակարդակներում, այսինքն բարեկամին պաշտպանելու առաջ տանելու մարմաճ։ Ազգակից բարեկամ տականքի չնկատում եւ քաջալերում։ Այլ ազգերի հետ համեմատվելիս ծայրահեղ սուբյեկտիվիզմ, պրիմիտիվիզմ ու դաղալություն։ Ներհանրային զորբայություն, ով ես փալան, եղուն գունես գլուխդ քորի արժեքային։ Հանրության եւ հանրայինի դեմ հանցագործությունների քաջալերում, ներքին դավաճանությունների մշակույթ։ Հանրային եւ պետական վտանգին դիմադրելու անընդունակություն։ Ցանկացած դիրքի հավակնում անկախ սեփական ունակությունների եւ համապատասխան ցենզից։ Նիկոլ Լևոնիցը սկսած, ով եկավ, ասաց ես ուզում եմ այս բանն, ասաց ինչ ա եղել, ես պետք է դառնամ բնապահպանության նախարար, այն ժամանակ դրան էր հավանում, պետք է Հակոբ Սանասարյանը դառնա։ Հետո էլ ասաց չէ, ես պետք է դառնամ ներքին գործերի նախարար։ Ցանկացած մարդ ցանկացած պաշտոնի հավակնում է։ Աշխարհքաղաքական գերակա process-ների անընկալունակություն։ Մենք ենք մեր սարերը միամիտ համառությամբ։ Չեն տեսնում, ես խոսում եմ Թուրանի կերտումից հայի վեճը չի։ Մասնագիտականության տոտալ մերժում, փաստարկազուրկ օպտիմիզմ, տգիտության կուլտ, հանրային պատժի բացասում։ Փիլիսոփայական մոտեցումների ընդհանրացած գիտելիքի տոտալ մերժում, եզրակացությունների գալու անընդունակություն։ Առաջնահերթությունների վերհանման եւ տարանջանման անընդունակություն։ Բեսպրեդելի եւ կողքինին հոգեբաններին հոշոտողի հանդեպ ծայրահեղ հանրային հանդուրժողականություն։ Նու մոտավորապես կրկնել եմ Նժդեի մտքերը, մի քիչ լայնացրել եմ, բացել եմ, բայց հեսա ձեր դեմ է, մի հատ սխալ գտեք, տակս գրեք, որ էս սենտ չի։ Այսքան դեֆեկտ ազգը ոնց կարող ունենա։ Ու գոյատևի, սա անհնար է, հակացուցված է։ Ստեղ ես գրել եմ, թե ոնց է կերտվել հայկական պետականությունը, կարդացեք, չեմ շեշտի, տեքստը բացած ձեր առաջ, գիրքը առեք կարդացեք։ Սա էլ ինտերնետից եմ վերցրել, հայկական աղբյուր չի, հայկական եկեղեցիների կետերն են, որտեղ եկեղեցիներ են եղել Թուրքիայով մեկ, հիմա չկան։ Այս բոլորը թողը փախել եք այստեղից։ Անդրանիկը չլներ, դուք էլ չէիք փախնի։ Անդրանիկի շնորհիվ է հայկական նրանք փրկվել են, հայկական այս տարածքն էլ հայերի քանակը մեծացել է։ Ռուսներն եկան տեսան Անդրանիկի փրկած հայություն կան, Նժդեհի, ասեցին սրա անունը հայկական դնենք։ Ու դուք այսօր ռուս եք քրվում անասուններ։ Ռուս քրվողին եք հարգում անասուններ։ Դեգեներատներ, տականքներ։ Վերադառնամ նորից այս տեքստին։ Այս կնոջ ասածը սարսափելի է։ Ես չեմ կարողանում սա մարսեմ։ Ասում է թուղթը չգիտեն ծրարի մեջ դնել։ Ու դուք պետություն եք ուզում։ Ու դուք օրվա հաց եք ուզում, անասուններ։ Դուք այս կնոջը խեք այս վիճակի մեջ դրել։ Այս նորմալներն ինչ իրավունք եք այս վիճակի մեջ դրել։ Ես հասկանում եմ, որ նորմալները կիրթ են, իրանք չեն կարողանում այն սրիկայություններն անել, որպեսզի ձեզնից պաշտպանեն։ Բայց այսօրվա իմ խոսքը դրա մասինն է։ Նորմալներ, հասկացեք,
Դուք գործ ունեք մակակայից էլ ցածր անասունների հետ, դիմադրեք, որ ձեզ չհոշոտեն, կապ չունի միլիարդատերը, թե ինչ այդ անասունը։ Չդիմադրեցիք, ողջ չեք մնա։ Ես նորից իմ քֆուրը կրկնում եմ։ Մանդատ վերցնողը ճիվաղ է։ Են ելույթ ունեցող գեներալին էլ ես տվեցի բացադրեց տարարտար։ Դուք պարլամենտը գնալը քննարկման հարց չի, քաղաքագետներ կան նույնիսկ։ Շատ լուրջ տեսքով խոսող մի ժամանակ էլ ինձ ընկեր դեգեներատներ որ կան, որոնք ասում են, բա պետք է վերցնել, չվերցնել, ինչ տարբերություն թող վերցնեն։ Դե 26 թվականին էլ դուք համոզեցիք մարդկանց գնացին ընտրությունների։ Այս անգամ մտածում էի թե գոնե հասիբ կունենա Ռոբը, Սամվելը, գոնե մի փոքր ես տեսնում են արդեն կործանվում է երկիրը։ Մի բան կանեն, պարզվեց նույն անասուններն են։ Ռոբին հարգող դեգեներատներ, Սամվելի վրա հույս տնող դեգեներատներ, բան չունեմ ձեզ ասելու։ Դուք մեղավոր չեք, դուք ուղեղը չունեք թուղթը ծրարի մեջ մտցնելու։ Ես նորմալներին եմ դիմում։ Ժորտ ձեզ հոշոտելու են։ Ոնց որ Թուրքիայում մնացած հայկական ոչ մի տարը չկա, Նախճիվանում մնացած, Ղարաբաղում մնացած ոչ մեկը չկա, բոլորին հոշոտեցին կերան։ Հիմա Հայաստանում է դա սպասում։ Նիկոլը թուրք է։ Չկասկածեք, ինքը թուրք է, հայը չէր կարա այս ձևի ահավորելներ։ Իր թիմում սարսափելի ահավորներ են, բայց իրպես չեն։ Տղեն թուրք է անում է, որ Ալիևը պաշտպանում է իրան, թուրքերը պաշտպանում, նրանք գիտեն, որ Նիկոլը թուրք է։ Բացահայտ այդ բանը հայտնի է, բայց հայերը, որոնք պետք է ասեն, որ ինքը թուրք է, Նիկոլի աղբերները, որոնք ձեզ պետք է ասեն, որ Նիկոլը թուրքից ծնունդ է, չեն ասել ձեզ։ Ես եմ փորձում ասեմ, նժդերն է փորձում ասել, նորմալները փորձում են ձեզ ասել, չեք հասկանում։ Ես ասեմ, մանդատ վերցնողի այսքանը։ Այսօր այսքանը։ Երևի կփորձեմ էլի ասելիք ասել, ասելիք շատ կա։ Խոսքս ուղղված է միայն նորմալներին, ձև գտեք դիմանալու, ձև գտեք փախնելու, հաղթելու դրանց չեք անի կկործանվեք, այսքանը։